Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կարծում եմ, որ այս փոփոխությունների հիմնական շեշտը կայանում է նրանում, որ ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված է լինելու նրա կատարողականի գնահատականի հետ։ Սա փառատում է Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ուժային կառույցներում գոյություն ունեցող ճակերտներով ատեստացիոն համակարգի սխալ լինելը, որովհետև ատեստացիա, որը նաև հայերեն կարելի է ասել որակավորում, նշանակում է գնահատել տվյալ անձնավորության համապատասխանությունը պաշտոնին, ոչ միայն տվյալ անձնավորության անհատական գնահատականը։ Այս առումով համապատասխան եզրակացությունները այսօրվա, որոնք որ վերաբերում են միայն դրամական բավարարմանը, ես գտնում եմ, որ ճիշտ չի, եւ ես երկու հարց ունեմ։ Դուք խոսեցիք կատարողականի գնահատականի մասին։ Կարճ եւս մեկ անգամ մեկնաբանեք եւ ատեստացիան անցկացնելու ժամանակ երկրորդ հարցը։ Ինչպիսի եզրակացություն է կազմում ոստիկանությունը։ Ատեստացիան անցնելու պայմաններում եզրակացությունն է համապատասխանում է զբաղեցրած պաշտոնի եւ ենթակա է ատեստավորման թե ոչ, այսինքն հավելավճարի հաշվարկ կարող ենք իրականացնել թե ոչ։ Կատարողականի գնահատումը առավել օպերացիոն կտորում կարող է դառնել երամսյակային, կարող է լինել կիսամյակային, բայց ամփոփը լինելու է տարեկան կտրվածքով։ Տարեկան կտրվածքով աշխատողի վարքագիծն է որպես այդպեսին, որտեղ որ օպերացիոն առումով շատ ավելի նեղ դետալների ենք անդրադառնում եւ այն ինչ որ թույլ չի տալիս օրինակ ատեստավորման գործընթացը դիտարկել ավելի դետալային մակարդակում, կատարողականի գնահատումը թույլ կտա նաև այս հարցերին անդրադառնալ եւ գնահատական տալ։ Կարծում եմ բալանսավորված մոտեցում ենք առաջարկել, որպեսզի ծայրահեղությունից ծայրահեղություն չանցնենք, կմտնենք process-ի մեջ, կհասկանանք թե կատարողականի ցուցիչները եւ ատեստավորման համակարգը ինչպես են աշխատում, հետո նորից կվերադառնանք ինստիտուտների հետագա գործունեությանը։ Հասկանում եմ, որ կատարողականը վերաբերում է նրա կատարած աշխատանքին։ Եվ իր մասնագիտական ոլորտում եւ նաեւ իր ստորաբաժանման կատարած աշխատանքին։ Այդ դեպքում ատեստացիան, որպես որակավորում, ընդհանրացված, ինչպես եք դուք անցկացնում։ Որովհետեւ ատեստացիան այսօր Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ուժային կառույցներում, միայն վերաբերում է քննություններին, որոնք որ հրամանատարական պատրաստության կամ անհատական պատրաստության քննություններ են, որոնք որ ընթացիկ քննություններ են։ Իսկ բանակում դրանք դասային աստիճանների համար են քննություն։ Այսօր օրինակ բանակում սխալ են դա իրականացնում, այսինքն ատեստացիայի արդյունքում որակավորվում է անձնավորությունը միայն ու միայն իր անձնական անհատական գնահատականի համար։ Դուք ինչպես եք ատեստացիան անցկացնում։ Ոստիկանության դեպքում ատեստացիան հետևյալ ձևաչափով է, մենք նախ IQ թեստավորում ենք իրականացնում, որպեսզի նաև տարբեր հոգեբանական եւ տրամաբանական թեմաներին վերաբերող հարցերի մասով գնահատական դուրս բերենք, ֆիզիկական եւ կրակային պատրաստականությունն ենք ստուգում այս տեսանկյունից, այսինքն շարային կոմպոնենտը առանձին բաղադրիչ որպես այդպեսին չկա, դիտարկում ենք նաև մասնագիտական քննական թեստերի իրականացումը, այդ թվում գաղտնի բաղադրիչով, եթե այս բլոկին վերաբերող կոմպոնենտ կա եւ վերջին արդյունքում նաև հարցազրույց ենք իրականացնում հանձնաժողովային մակարդակում, որտեղ նաև թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կան եւ թե նաև հոգեբան կա, որը որ ծառայողի հոգեբանական պատկերին վերաբերող ընդհանուր գնահատական է տալիս։ Այսպես ենք իրականացնում, պարոն Օհանյան, եւ դուրս ենք բերում համապատասխան գնահատական։